Քննչական գործողությունները ավարտել ու շտաբ դուրս են գալիս Մերձավանից։ Ավտոմեքենաներից մեկում Վալոդիա Գրիգորյանի եւ ընկերոջ Կարեն Աբրահամյանի սպանության համար մեղադրվող Գևորգ Հարությունյանն է։ Նոր ինչ-որ Բարթաթան ինքան ավտոբուսներով ոստիկաններ, գրոտներ, չգիտեմ ինչ վերևում կա։ Մեղադրյալ Հարությունյանին քննչական կոմիտեից գերեզմանոց են տեղափոխել։ Այնտեղ ցույց է տվել այն հատվածները, որտեղ կրակել է սովորել։ Սպանությունից հետո արդեն 13 օր է շուրջօրյա վերահսկողությամբ է ապրում համայնքը։ Ոստիկանական հենակետեր կան Մհեր Ախտոյանի, Վալոդիա Գրիգորյանի առանձնատան, հայրական տան դիմաց եւ ոչ միայն։ Այդմ խելքի բան չի բառ։ Բացառակ չեն ուզում բանանեն, էլի խոսեն այդ մասին։ Շերբակ եսին մեկս մեզ քնաստեղ դուտ։ Վախենում եք, որ ինչ-որ բան է եղել։ Դու բնականաբար։ Ես քանի անգամ հանդիպել եմ շատ խելոք տղայի տպավորություն ասել։ Նույն էլ մահացողը, արտակարգ մարդիկ էին։ Մերձավանում լուր ու տեսախցիկից խույս տալով են քայլում մարդիկ։ Վարկածներ, կասկածներ փորձում են չասել։ Վախեցած են, կարծես ավելի շատ տագնապած։ Շատ վատ։ Վալոդիա Գրիգորյանի հայրական տան դռները բաց էին։ Կինն է երկու այլ կանանց օգնությամբ տուն է մտնում։ Մայրն էլ ծանր վիճակում տանն էր։ Լուրերը, թե Գրիգորյանի ընտանիքին տեղափոխել են Հայաստանից, ճիշտ չէ։ Նրանց հետ հաճախ է հանդիպում Մեսրոպ Առաքելյանը։ Խոսելով գյուղի տագնապային վիճակից, Առաքելյանը նշեց՝ սա վենդետա չէ, որ վենդետայով պատասխան լինի։ Սպասում են իրավապահ համակարգի ճիշտ աշխատանքին։ Վենդետայի որևիցե տրամաբանություն չկա, որովհետև Վալոդիա Գրիգորյանը Պետրվարյան իրադարձությունների հետ ողբերգության հետ, այդտեղ Վալոդիա Գրիգորյանի եղբայրը մասնակցություն չեն ունեցել եւ եթե մի բանի հետ կապ չունեն, այդ չեղած բանի հետ կապել այս իրադարձությունները անտրամաբանական է։ Սպանությունն իրականացրած քաղաքացիներն են բացահայտված, պատվիրատուներին դեռ չեն բացահայտել, կարծում է Առաքելյանը։ Ի տարբերություն Վալոդիա Գրիգորյանի ընտանիքի, Մերձավանում սպանությունից հետո չեն տեսել նախկին ղեկավար ՔՊԱ-կան Մհեր Ախտոյանին։ Տան պատուհանին էլ գրություն էր փակցված։ Սպանության գործում մեղադրվողներից Նարեկ Օհանյանին գյուղացիներից շատերը չեն ճանաչում։ Ասում են, լսել ենք, որ լավ տղա է։ Նարեկին այդպես տանոց չէ։ Ասենք կողքից լսելով գիտեմ, ասում են լավ տղա։ Նարեկ Օհանյանի փաստաբան Վահան Հովանիսյանը հոկտեմբերի 1-ին գրառում էր կատարել Facebook-ի իր էջում։ Նարեկ Օհանյանին մեղադրանք է ներկայացված ոչ թե առերևույթ հանցանքին օժանդակելու, այլ հանցանքն անմիջականորեն կատարելու համար։ Մինչդեռ քննչական կոմիտեի նախագահը հակառակ հայտարարություններ արել։ Հոկտեմբերի 6-ին մեծեց զրույցում Հովանիսյանը նշել է. գրառումից ժամեր անց մեղադրանքը փոխվել է։ Օհանյանը շարունակում է մեղադրվել սպանությունն իրականացնելուն օժանդակելու համար։ Սպանության կատարողների բացահայտումը չի նշանակում հանցագործության բացահայտում։ Սա պատահական սպանություն չէր, որ երկու անձ իրար հետ ինչ-որ վիճեին ավարտվեր այդ վեճը սպանությամբ։ Ակնհայտ կազմակերպված պլանավորված սպանություն է, հետևաբար սպանության բացահայտման մասին խոսք գնալ անգամ չի կարող։ Սպանությունից 13 օր անց Փարաքար համայնքը պատրաստվում է նոր ընտրության։ Ավագանու անդամները հոկտեմբերի 7-ին նոր ղեկավար կընտրեն։ 13 անդամ ապրելու երկիր կուսակցությունից է 9 քաղաքացիական պայմանագրից։ Ով էլ գա, Վալոդիայի պես չի կարող ղեկավարել, կարծում են բնակիչները։ Անիա Բաղյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։